Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Փաստ-Ինֆոյի հյուրը Հույդա անդամ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Աստծո բարի։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Դանիելյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը մայիսի 20-ից 21 աշխատանքային այցով Հայաստանում է լինելու, ինչ կարելի է սպասել այս այցից, մանավանդ որ այն հաջորդում է Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան եւ Ալբանիա այցերի։ Սպասելիքները հիմնականում իշխանությունները հիմա քանի որ իրենց աշխարհաքաղաքական այս խաղերի մեջ խճճվել են, հիմա փորձում են որոշակի իրենց հարաբերությունները կարգավորել ռուսական կողմի հետ։ Այդ հարաբերությունները հիշեցնեմ ձեզ, որ բավականին լարված են վերջի ժամանակահատվածում եւ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցը գրեթե ստիպողաբար էր, այսինքն մեր տեղեկություններով իրեն պահանջել էին, որ անպայման մասնակցի զորահանդեսին, բայց մենք տեսանք, որ հայկական զինված ուժերի մասնակցությունը չկա, ընդհանրապես այդպես ֆորմալ առումով ինքը գնաց եւ մենք տեսանք ինքը ինչ դիրքով էր, ինչ sense Լուկաշենկոյի մոտ նստել էր եւ sense մոլորված դեմքով նայում էր այսօայն կողմ եւ հիմա արդեն կարծում եմ Լավրովը գալիս է Հայաստան որոշակի հարաբերությունների ֆորմատը ճշտելու, այսինքն այսուհետ ինչպես պիտի զարգանան հայ-ռուսական հարաբերությունները, կարծում եմ նաև հստակ նաև հասկանալու թե Հայաստանը ի վերջո ինչ կողմնորոշում ունի։ Հիշեցնեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը օրերս նաև այց էր կատարել, դրա մասին ցմաք խոսենք առանձին, բայց օրեր առաջ այց էր կատարել Ալբանիա, հայտնի միջոցառմանը մասնակցելու եւ այդտեղ արդեն ակնհայտ էր իր լիակատար վստահությունը եւ աջակցությունը վայելում Էրդողանի եւ այս առումով նաեւ Ռուսաստանը ճշտելու հարց ունի թե Հայաստանը ի վերջո որ երկրի այսպես ասած ազդեցության տակ հայտնվելու Թուրքիայի թե Ռուսաստանի այն որ այս իշխանությունները իրենք արդեն բարձ անձնաշխով երևում է որ թուրքական հետքը ու թուրքական ազդեցությունը այս իշխանությունների վրա արդեն բարձից էլ բարձա, բայց այս տարածաշրջանը ռուսական կողմը հենց այնպես չի թողել, այսինքն այստեղ ունի հարյուրամյակներով ավանդույթ այստեղ լինելու, այստեղ հիմքերը իր այս վերջին շրջանում կապված ռուս-ուկրաինական ճգնաժամով որոշակի առումով խարխլվել են եւ Ռուսաստանը այս տարածաշրջանում իր ազդեցությունը վերականգնելու խնդիր ունի։ Պարոն Դանիելյան, իսկ ինչ տեղի ունեցավ Ալբանիայում եւ հատկապես Էրդողան-Ալիև-Փաշինյան շփումներում, մանավանդ Էրդողան-Փաշինյան շփումներում, որտեղ տպավորություն էր, որ Էրդողանը իր ենթակայի հետ է խոսում, միթե դա Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու կեցվածքը ինքնիշխան երկրի ղեկավարի պահվածք էր։ Իհարկե ոչ, Էրդողանը ցույց տվեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայրն է եւ ինքն է որոշում այս տարածաշրջանում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ հարաբերություններ պիտի ունենան, ակնհայտ ցույց էր տալիս նաև իր նշաններով եւ իր այսպես ասած ժեստիկուլյացիայով, որ ինքը այս նախաձեռնողն է, այսինքն Ալիև եւ Փաշինյան շփումների նախաձեռնողն է եւ ի վերջո այդ երկու կողմերը գնում են եւ իր օրհնությունն են ստանում եւ արդեն բարձից էլ բարձա որ այս իշխանությունները բացի Էրդողանից չունեն մեկ երկիր կամ մեկ այսպես ասած ընդգրկված առաջնորդ, որը որ կարող է իրենց օգնել սատարել եւ Նիկոլ Փաշինյանին օդու ջուրի պես պետք է Էրդողանի աջակցությունը նամանավանդ այս շրջանում որ խարխլված է այդ իր հեղինակությունը եւ նաեւ այդտեղ տարբեր ստորջրյա գործընթացներ են գնում եւ այդ առումով նաեւ փորձում է ինքը
ստանալ, այսպես ասած, իր լիակատար աջակցությունը եւ փորձի Էրդողանը ճնշում գործադրել Ալիևի վրա եւ ստանա, այսպես ասած, այդ ճակերտավոր խաղաղության փաստաթուղթը, մուրալով, ծնկի գալով, նվաստանալով, անգամ մենք տեսնում ենք ամիսներ առաջ ոնց էր Էրդողանի գիրքը երջանկացած գրկել, հիմա էլ պատրաստ է սուրճ դնել Ալիևի համար եւ իր հետ սեղանի շուրջը քննարկել հերթական զիջումների մասը։ Սա խայտարակություն է, սա մեր երկրի, մեր պետության համար մի հայտարարակ մի ժամանակաշրջան է, որը որ այս նվաստացում մեր բոլորիս համար շատ թանկ է նստելու եւ այս նվաստացման միջով անցնելով պատրաստվում է Փաշինյանը պատրաստվում է հերթական զիջումներին։ Հիշեցնեմ ձեզ, որ դա բացի այն համաձայնեցված կետերը, որ կա հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության պայմանագրի, Ադրբեջանը լրացուցիչ էլի կետերը ամեն օր ավելացնում։ Վերջինը նաև մեզ հասած տեղեկություններով, նաև հաշվի առնելով այն իրավիճակը, որ կար, պարտադրանք է դրվում Հայաստանի վրա, որ Հայաստանի զինանշանը փոխեն, այսինքն սահմանադրությունը բրծան, բանը վերջացրին, անկախության հռչակագիրը վերջացրին, Մինսկի խումբը լուծարելը դե արդեն ասում է դա արդեն համաձայնեցված է, մենք իր այդ համաձայնեցրել ենք Մինսկի խումբը, որ հիմա անցել է զինանշանին, այսինքն պետությունը ամփոփելով խոսքս ասեմ, պետությունը կազմաքանդելու, ոչնչացնելու վերջնական էսի արարի մեջ են, այսինքն իրենք փորձում են այն սիմվոլները, այն ֆունդամենտ, այն հենքը, որ կա, որ մենք ունենք այդ պետության այդ հիմնասյուները, որ կա, այդ հիմնասյուները քանդել։ Իրենք համարում են Ալիևի եւ Էրդողանի մասին խոսքը, որ Նիկոլ Փաշինյանից ավելի լավ այդ գործը ոչ մեկ չի կարող անել, այսինքն իրենց համար ամենահուսալի դաշնակիցը եւ իրենց համար վստահելի մարդը Նիկոլ Փաշինյանն է, որ կարող է այդ գործը անել եւ իրենք իրենց անվերապահորեն աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանից։ Կրկնում եմ, դա մեր ազգի խայտարակությունն է եւ սա արդեն ակնհայտ մի չեն էլ փորձում թաքցնել, այսինքն ինչ որ կուլիսային չի, ասենք վարակույրի հետևում չի, պարզ բացահայտ ցույց են տալիս մեր ժողովրդին, որ իրենք թքած ունեն։ Դրանից առաջ հիշեցնեմ ձեզ, որ խոսվում էր ցեղասպանության ուրացման մասին, Արարատի մասին, էլի շատ արժեքներ ուրանալու մասին, խաչերից էր խոսում, որ մեզ ինչներից էր պետք է այդ խաչերը, որ ճանապարհի եզրերին դրած է, մի հատ էլ խաչ վզներիցս կախենք, ասինքն պատահական չի էս ամեն ինչը, սա ժամանակին պլանավորված, հետո կամաց դա հասունացրած, հիմա էլ փորձում են իրենց վերջնական տեսքի բերել եւ Հայաստանը սարքել անողնաշար անդեմի երկիր, որը կսպասարկի թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները կսպասարկի եւ Հայաստանը այս տարածաշրջանը կհայտնվի մի կարգավիճակում, որը որ զրկված լինի սեփական կարծիք ունենալուց, սեփական դիրքորոշում ունենալուց, անողնաշար մի երկիր լինի, որը որ բնակեցված կլինի ադրբեջանցիներով եւ թուրքերով եւ դրա ծրագիրն էլ կա, այսինքն թաքնված մի ծրագրի մի մասն էլ հիմա բացեբաց չեն հայտարարում, բայց բոլոր մեր այն հարցերին պատասխան արդյոք ադրբեջանցիների այդտեղ վերաբնակեցման հարց լինելու է, սրանք չեն պատասխանում, արդյոք նոր տարածքներ տրվելու է, սրանք չեն պատասխանում, այսինքն այդ չպատասխանելու լռությունը համաձայնության նշան, այսինքն իրեն չպատասխանելը ենթադրում է, որ այդ գործընթացն է գնում եւ պատահական չի, որ թիրախավորում են արցախցիներին, այսինքն արցախցիներին մեր հայրենակիցներին զրկել են իրենց բնորանից, հիմա էլ այստեղ իրենց հայրենիքում, պատմական հայրենիքում այդ մարդիկ թիրախավորում են, այսինքն գնան հայերը այս տարածաշրջանից գնան, այստեղ կան բնակեցնեն թուրքերով եւ ադրբեջանցիներով եւ հիմա խոսում են ինչ-որ դեմոգրաֆիական խնդիրների մասին, որ մենք ունենք դեմոգրաֆիական խնդիր, ուրիշ տեղերից մարդ հրավիրելու մասին, բերենք ուրիշ տեղերից ուրիշ ազգեր բերենք եւ սա այս հրեշավոր ծրագրի մի մասնակազմ։
Տեսեք, որքան Նիկոլ Փաշինյանը գլուխը կախ եւ նվաստացած է ներկայանում միջազգային հանրությանը կամ միջազգային հարթակներում, այնքան նա եւ իր թիմակիցները ագրեսիվ եւ ցինիկ վարքագիծ են դրսեւորում հենց Հայաստանի ներսում եւ վերջերս նրանց է միացել նաեւ Աննա Հակոբյանը։ Ես իհարկե բնավ հիմա չեմ ցանկանում, որ մենք քննարկենք Աննա Հակոբյանին կամ նրա պահվածքը, բայց լինի նա օրինական թե ոչ օրինական, համարվում է Հայաստանի վարչապետի կինը եւ արդյոք վարչապետի տիկնոջը հարիր է նման բառամթերքով հրապարակումներ կատարել կամ իր հայրենակիցների հասցեին արտահայտվել եւ չէ՞ որ դրանով նա նաեւ թույլ է տալիս, որ իր նկատմամբ էլ նման բառամթերք կիրառվի, հետո էլ կթմկահարեն, թե տեսեք տիկնոջ հետ ինչպես են խոսում։ Եթե իր այսպես կոչված ամուսինը թույլ է տալի իրեն ազգային ժողովում նման բառապաշարով հանդես գալու, ինքն էլ իրեն վերապահում, ասում է, թե ամուսին կոչվածը sense բանա բառապաշարով հանդես գալի, ես ինչ չպետք է նման բառապաշարով հանդես գամ եւ սրանք ներկայացնում են մեր երկիրը, սրանք ներկայացնում են մեր ժողովրդին եւ սա ոչ թե տարակուսելի, սա անընդունելի մի արգահատելի մի երևույթ է, որը չգիտեմ, ուրիշ մի երկրում ես նման բանի ականատես չեմ եղել, այսինքն այսքան հետևում ես տարբեր երկրներում քննադատություն ալնում, թե բանավեճեր են լինում, կարող են կարծիքները չկիսել, բայց իջնել այդ աշճանի, ինձ համար սա նորություն է եւ սա իրենք նաեւ ցույց են տալի իրենց իրական դեմքը, այսինքն այն դիմակները, այն որ կար, որ երկար ժամանակ փորձում էին մարդիկ պահել, այսինքն տեղ-տեղ նաև կիքսեր էին տալիս, բայց հիմնականում, այսինքն այդ սևագործ աշխատանքը կատարում էր Նիկոլը, հիմա դա այդ ֆունկցիան նաև իր վրա վերցրել է նաև Աննա Հակոբյանը, որը որ ես կնորից եմ կրկնում, ինձ համար ապշելի է եւ ես զարմանում եմ նաեւ նրա վրա, թե այդ ինչ են դրանք կրթում, ասենք կրթում են, որ գնում են կրթվելը նորաձև է շրջանակներում, ինչ են անում, ոնց պետք է վիրավորես, ոնց պետք է հայհոյես, ոնց պետք է հերոսների ընտանիքի անդամներին թիրախավորես, ամենազազրելի, ամենազզվելի նողկալի բառապաշարով հանդես գաս, ասենք այդ եք կրթում, այդ եք սովորեցնում, այդ որ գնում եք պետական տարբեր գերատեսչությունների աշխատողներին ստիպողաբար բերում եք, նստացնում եք, մանկավարժներին բերում նստացնում եք, դուք էտա ձեր կրթական ցենզը, էտա ձեր ես ապշած եմ, ես նաև օգտվելով առիթից կոչ եմ անում մեր հայրենակիցներին, անկախ այդ ճնշումներից, որ գործադրվում է մեր քաղաքացիների նկատմամբ, երբեք չգնալ չմասնակցել այդ կրկեսին, որը որ իրենք բեմադրում են, դա այդ կրթվելը նորաձև է, այսպես ասած շարժում է, եսիմ ինչ է, դա խայտառակ մի քարոզ, այսինքն իրենք հիմիկվանից սկսել են իրենց քարոզարշավ, իրենք քարոզչություն են անում, կոնկրետ այդ մարդիկ այդ նպատակով են, մարդուկին գնալ են գյուղ, քաղաքներում բանում, քարոզարշավ են անում, դա կրթության հետ ընդհանրապես կապ չունի եւ կրթվելը չի կարող նորաձև լինել։ Նման բառամթերքով քարոզարշավ են անում։ Դե իհարկե, նման եւ բառամթերքով եւ նման կեցվածքով եւ նաեւ ես չգիտեմ, էլ օրինակ նման հագուստով են կրթում։ Դե տեսնում եք, էլ ասենք ճղված ջինսերով եւ չգիտեմ իրենց մեկը ադրբեջանցու գլխարկն ա դրել, մեկն էլ ճղված ջինսերով գնում են, բան են անում, էլ այդտեղ չգիտեմ ճաշակ եք թելադրում մարդկանց, թե ասենք ինչ եք ուզում, այս ժողովրդից ինչ եք ուզում դուք այնքան կրթվելու տեղ ունեք, այնքան չգիտեմ, էլի ասենք այնքան ներողություն խնդրելու տեղ ունեք, այս ազգի գլխին դուք այն չեք դրել, որ մի հատ էլ ինչն եք կրթում, ում եք կրթում, այսինքն սա նորից եմ կրկնում, չգիտեմ, էլի սա խայտարակություն է եւ վատն են ասում մի հատ ջիվանու խոսքերը կա, չէ, ասում աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է, այսինքն անգետները, տգետները փորձում են մարդկանց սովորացնել արժեքների մասին, չգիտեմ, գնում են մինչև խորենացի են հասնում, դուք ուր խորենացին ուր, դուք ուր արժեքները ուր, դուք ուր ազգային ուր, դուք ուր պետությունը ուր, պատմությունը ուր,
Դրանք հսկայական մի անդունդ կա ձեր եւ նշած արժեքների հետ կապված հսկայական անդունդ կա։ Հակառակը դուք այն արժե համակարգը, որ տարիներ, հարյուրամյակներ, ես չեմ վարել, հազարամյակներ շարունակ մեր ազգը դավանել այդ արժե համակարգային այդ հիմնասյուները, որ կա, դուք այդ արժե համակարգային հիմնասյուները քանդողներն եք, դուք վերցրել եք մուրճը, ձեր ասած մուրճը եւ այդ պերֆերատորը, չգիտեմ հայերեն ոնց է, եւ այդ հիմքերը քանդում եք։ Ամեն օր հիմքերը քանդելով, ամեն օր ձեր դգիտությամբ ապացուցում եք, որ դուք րոպե առաջ պետք է հեռացվեք ձեր պաշտոնից, որովհետեւ այսպես շարունակվելու դեպքում մենք այն որ ասենց զրկանքների, տառապանքների նաև զոհաբերությունների շնորհիվ մեր ազգը կարողացել է պահպանել եւ սերնդեսերուն փոխանցել։ Ես մեծ վտանգ եմ տեսնում, որ այս շրջափուլում մենք կարող ենք պահել, եթե սրանք չհեռացվեն իշխանությունից, շատ մեծ վտանգ կա, որ մենք կարող ենք կորցնել այն ամեն ինչ որ կրկնում եմ սերնդեսերունդ պահպանվել է։ Նաև այդ արշավը դրանք երկար կարանք թվանքել, արշավը եկեղեցու նկատմամբ արժեքների, ավանդույթների, մեր ազգային բարի երաժշտության, պատմական հիմա էլ դա դիսկուս է գնում, չէ՞, այդ դիսկուսը սկսեց իմիջալոց իմ այն հարցի շրջանակներում, որ ես ասում եմ, որ Տավուշի հողերը մեր ոչ միայն դե ֆակտո մեր են, այլ նաև պատմական մեր պատմականորեն մեր տարածքներն, որովհետև ամեն ծառ ու թուփը թե հայկական է, սկսած գերեզմաններից, եկեղեցիներից, կամուրջներից եւ այլն, եւ այդտեղից սկսեց պատմական Հայաստան, իրական Հայաստան այդ դիսկուսը եւ հիմա էլ տարբեր, այսպես ասած, մարդկանցով, որոնք որ հիմա էլ իր հետ հեծանիվ են քշում, չգիտեմ ինչ են անում եւ իրական Հայաստանի քարոզնա Արծրուն Հովհաննիսյանը իրական Հայաստանի կոնցեպտ է մշակում, ասենք, եւ այդ իրական Հայաստանի կոնցեպտում մի քանի օր առաջ հանրայինի եթերում խոսում էր, որ Հիտլերը ազատ անկախ եւ միացյալ Հայաստան ուզեց եկերտի, ինչ որ ստեղ չի հասցրել։ Պարոն Դանիելյան, կարծում եմ կհամաձայնվեք, որ վերջին շրջանում ազգային ժողովում իշխանականների թիրախում Լևոն Քոչարյանն է։ Ինչու՞։ Տեսեք, նրա նկատմամբ կոպիտ բառամթերքով, սադրիչ արտահայտություններով են հանդես գալիս։ Ակնհայտ է, որ նույն Հակոբ Արշակյանը կամ Արսեն Թորոսյանը օրինակ ֆիզիկապես չեն կարող դիմակայել, այսպես ասած, Լևոն Քոչարյանին եւ տպավորություն է, որ նրանք միտումնավոր սադրում են նրան, որպեսզի հետո ուժայիններին, այսպես ասած, լեգիտիմ հիմք տան Լևոն Քոչարյանի նկատմամբ ինչ որ գործողություններ իրականացնելու։ Արել թե ոչ։ Դե դուք ճիշտ եք նկատել, Լևոն Քոչարյանն էլ է թիրախում, մեր падգամավորներից շատերն էլ են թիրախում եւ այդ գործողությունները, որ ամիսներ առաջ արել են նույն Լևոն Քոչարյանի հետ կապված այդ քրեական գործը, որ կա, մարդը ծեծի է ենթարկվել, խոշտանգվել, անգամ դրա մասին ասում են ԿՊ-ամերձ շրջանակները, այսինքն իրանք են ասում, որ այո, տենց է եղել։ Այդ մարդը հայտնվել է անազատության մեջ, որ հիշեցնեմ նաև մեր հեռուստատողներին, որ բժշկական եզրակացություն էր կայել, որ ինքը դուրժող, ասենք, այդ մարդուն այնպես են ծեծել, որ հայտնվել է հիվանդանոցում։ Եվ հիմա ինքը մեղադրյալի կարգավիճակում է, հիմա էլ չեն բավարարվել դրանով, հիմա էլ ուզում են սադրիչ գործողություններ անել, որ ինչ որ նաև ստեղծվի ինչ որ մի պահից հետո արդեն անկառավարելի մի իրավիճակ ստեղծվի եւ հնարավոր լինի հերթական քրեական գործը կարել։ Դրանք կոնկրետ միտված են դրան։ Ինչով է նրանց խանգարում կամ սպառում օրինակ Լևոն Քոչարյանը, որ ցանկանում են քրեական գործ հարուցել։ Դե գիտեք ինչ կա, դրանով նաև փորձ է արվում ճնշել երկրորդ նախագահին, այսինքն այդ քրեական գործերը, որ մի քանի քրեական գործեր կան, այդ քրեական գործերը ավելացնել, փորձել, մինչև հիմա իրենց ճնշումները արդյունք չեն տվել։ Իրենք իրենց կարճ խելքով մտածում են, որ ավելին գնան, ավելի այսպես ասած աղաղակող գործեր, ավելի աղաղակող հոդվածներ դնեն, որը որ փորձեն կասեցնեն այն ընթացքը, որը որ
Հայաստան դաշինքը եւ մասնավորապես Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, որը վերջին շրջանում բավականին ակտիվ է եւ էլի քաղաքական հայտ է ներկայացրել, դրա մասին ասել է, վերջերս նաեւ իր հարցազրույցում է ասել, դա ակնհայտ էր եւ իրենք տեսնում են, որ իրենց թիվ 1 հակառակորդը եւ իրական ուժը, որը որ իրենցից իշխանությունը կվերցնի, դա Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքն է եւ դա նաեւ պատահական էլ չի, որ այս օրերի ամիսների ընթացքում իրենց թիրախում Հայաստան դաշինքն է եւ Ռոբերտ Քոչարյանը, դա ակնհայտ է եւ արդեն դրանց միացել են իրենց քույր կառույցները, դուստր ձեռնարկությունները Արամ Զավենի գլխավորությամբ տեսնում ենք ոնց են ատամներով պահում իրենց այսպես ասած կոալիցիոն գործընկերոջը վերցին իրենց ծեծու ջարդը, իրենց խայտառակ պահվածքը, այդ կոռուպցիոն սկանդալների հետ կապված, որ ուրեմն հետաքննող լրագրողները ներկայացնում են, ասում են, սա պատկերը է սա։ Եվ իրենք դրանից ջղաձգվում են, որովհետև իրենց ոտքերի տակից հողը գնում է, այսինքն իրենք հասկանում են այդ ամեն ինչը եւ հիմա էլ նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից իջեցված հանձնարարական կա, որ ակտիվ ամբողջ ԿՊ սաստավը բանանել հակադարձի, սադրի, հրահրի ելույթներ ունենա եւ դրանով իր հավատարմությունը ցույց տա եւ Նիկոլից ավելի Նիկոլ լինի։ Այդ է։ Պարոն Դանիելյան, դուք ձեր խոսքում եք նշեցիք, որ ինչ որ առումով օրինակ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հիմա քարոզարշավ են իրականացնում կամ գուցե պատրաստվում են ընտրությունների։ Այս դեպքում ինչ է անում ընդդիմությունը, որտեղ տպավորություն է, որ ընդդիմադիրների շրջանում միասնականություն չկա եւ անգամ տպավորություն է, որ իրենք պայքարում են ոչ թե օրինակ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի իրենց կողմը գրավելու համար, այլ մեկը մյուսի ընտրազանգվածի վրա են աշխատում։ Դուք ճիշտ եք նկատել, բայց Հայաստան դաշինքը ի տարբերություն շատ ու շատ ընդդիմադիր ուժերի ինքը իր համար թիրախը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե ընդդիմադիր դաշտի ուրիշ դերակատարներ։ Մենք երբեք գծեր կա, որ չենք անցնում, անձամբ ես ինձնից ասեմ, էլի, եթե ինձ թիրախավորում են իմ հարգելի գործընկերները, տարբեր ստահոդ տեղեկություններ են ասում, որ իբր թե բանա չէ, խոսում են իբր թե մենք ԿՊԱ-ականների հետ լավ հարաբերությունների մեջ ենք, ասենք վերջերս կատարած իմ այսը Շվեդիա, որտեղ ես շատ կարևոր հարցեր են բարձրացրել կապված արցախցիների վերադարձի, Բաքվում պահվողներ ռազմաքաղաքական ղեկավարության, արցախցիների աջակցության ծրագիրն ավելացնելու Հայաստանում տիրող բռնությունների, բռնարարքների մասին զեկույցն ներկայացրել, զեկուցողն եմ եղել, անգամ դա են դրանից հետո արժանանում եմ այսպիսի գնա վերաբերմունքի, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ մեր գլխավոր թիրախը ու գլխավոր կենտրոնացում պետք է լինի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մենք ուրիշ մեկը մյուսի հետ այսպես հարաբերություններ պարզելու, մեկը մյուսին արատավորելու, մրոտելով որևէ մի լավ տեղ չենք հասնելու, դա ճիշտ վարքագիծ չի, դա ճիշտ ձև չի։ Մենք ունենք այսօր գերխնդիր, մենք ունենք այսօր գոյաբանական խնդիր, մենք այսօր ունենք այնպիսի լրջագույն խնդիրներ, որ մեր ժամանակը նման ձևի ծախսելով կամ նաև մեզ հետևող են հազարավոր մեր հայրենակիցները, որոնք որ ունեն ընդդիմադիր հայացքներ, հաստատ մեզ չեն ասելու, այս ինչ լավ բան են անում։ Հակառակը, ասելու են ձեր գործը Նիկոլին հեռացնելն է, ձեր գործը իրար ասպես միսուտելը չի։ Եվ ես օգտվելով առիթից կոչ եմ անում բոլոր մեր ընդդիմադիր գործընկերներին խելքները գլուխները հավաքեն, լծվեն գործի։ Մենք կոնկրետ տարբեր եւ իմ գործընկերները տարբեր այսպես մեր գործունեության շրջանակներում տարբեր աշխատանքներ ենք անում, օրինակ սրբազան պայքարի շրջանակներում ես ամբողջ գիշեր ոստիկանական բաժանմունքում եմ այնտեղից եմ եկել ձեր մոտ հյուր, այսինքն այսօր օրինակ սրբազան պայքարի մեր
երիտասարդները հոգևոր կոչերով պլակատներ էին փակցրել եւ դրա այդ փակցնելու համար այսօր հայտնվել են ոստիկանական բաժանմունքում, այսինքն իշխանությունները ամեն կերպ այդ բռնի ուժ գործադրելով փորձում է նաև հետապնդել ընդդիմադիր տարբեր շարժումներ, տարբեր գործընթացներ, բայց ես կարծում եմ, որ մենք ի վերջո մեզ հաջողվելու է տարաձայնությունները մի կողմ դնել եւ իրապես մեկս մյուսին թիկունքին կանգնելով կարողանանք այս չարիքի իշխանություններին հեռացնենք։ Դրան այլընտրանք չպետք է լինի։ Այսօր այն քաղաքական գործիչը, որը որ իրապես ընդդիմադիր հայացքներ ունի, իր ուշքն ու միտքը 24 ժամ պետք է լինի այս իշխանություններին հեռացնելը։ Եվ ես հուսով եմ, որ ի վերջո այդ համախմբումը տեղի կունենա, մենք այդ ճանապարհով կգնանք։ Եվ վերջում, պարոն Դանիելյան, ԿՊԱ-կան նախկին պատգամավորները Աղազարյանը եւ Ասլանյանը ներկայացրել են վարչապետի իրենց տեխնացուին Էդմոն Մարուկյանին եւ իբրև թե իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնում։ Պատիվ ունեմ, դաշինքը արդեն հայտարարել է, որ իրենք դեմ չեն իմպիչմենտին, պատրաստ են միանալ ցանկացած ուժի, սակայն այս պարագայում իրենք Փաշինյան երկրորդի իշխանության գալուն դեմ են։ Հիմա հարց է վարչանում, ի վերջո իմպիչմենտ լինելու է թե ոչ եւ ինչ է նշանակում Էդմոն Մարուկյանի այսպեսի հայտ գալը։ Դե երկու ԿՊ-ից ուրեմն փոկված պատգամավորները ասում են, որ իրենք այն կոչը, որ եղել է առաջադրման, իրենք այդ կոչին հետևել են եւ իրենց տեխնացուն են առաջ քաշել, իրենց տեխնացուն էլ դե ասում են քննարկումների արդյունքում այդ Մարուկյանի տեխնացության վրա են կանգնել եւ ասում են էսա մեր տեխնացուն։ Հիմա ասել եք տեխնացուն, մեր տեխնացուն էսա, ինչ եք ուզում մեզնից։ Հիմա մենք էլ ասում ենք այն վտանգները, որ կա, այսինքն մենք պետք է այդ տեխնացուի վերաբերյալ, այդ կոնսենսուսային տեխնացուի վերաբերյալ պետք է լուրջ մտածենք, էլի, որ հիմա մի իրավիճակ է, որ նրանք ասում են, դե տեխնացու ենք առաջ քաշել, պատիվ ունեմ հայտարարություն տարածեց, որ ինքը կողմ չի, հետո նրանք ասեցին, բա դուք ասում եք ում էլ որ բերեք, մենք կողմ ենք, դե որ ասել եք ում ենք բերեք, կողմ ենք, դե հիմի կողմ եղեք, ձեր խոսքերին տեր կանգնենք, այսպես ասած, հիմա sense խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել եւ չգիտեմ, էլի սա ինչ որ մի լավ տեղ չի տանում էլի։ Այս հախուռն անկազմակերպ վիճակը լավ տեղ չի տանում։ Դեպի դրա համար էլ հենց Հայաստան դաշինքը ժամանակին զգուշացնում էր, ասում էր, որ սա պետք է լինի մտածված, կազմակերպված, նախորդ պլանավորած, ճանապարհային քարտեզը մշակած, տնային աշխատանք արած, հնարավոր դերակատարների մասնակցությունը պետք է պատկերացնենք, ինչ ուժեր են մասնակցում, փողոցային ճնշում եւ այլ, այսինքն սա մի հատ փունջ էր, որ պետք է լիներ այդ ամբողջը, որ ի վերջո արդյունքի հասնեն, որ հիմա էլ Էդմոն Մարուկյանը մուննատ չգար ասել, բա գիտեք ինչ կա, այսքան տարի երազում եք, ես ձեր երազանքների տեխնացուն եմ, եկել եմ դենտրեք։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը հույդա անդամ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։